Սիրելի ֆուտբոլիստներ, խաղային օրը շարունակում ենք օրվա վերջին հանդիպումը 1 տարկած է, որտեղ 11-րդ տուրի շրջանակներում, 2-րդ դիվիզիոնի շրջանակներում կմրցեն Միմյանց դեմ Մարսելն ու Պալերմոն եւս մեկ հետաքրքիր դիմակայություն ականատեսը կլինենք այս 50 րոպեների ընթացքում։ Հիմա արագորեն ծանոթանանք մրցող թիմերի հայտարարություններին, որից հետո արդեն կանոնադառնանք թե թիմերը ինչ հորիզոնականներում են տեղ զբաղեցել 2-րդ դիվիզիոնում, իսկապես այս հանդիպումը շատ հետաքրքիր ու լարված է ստացվելու։ Հիմա եկեք ծանոթացնեմ մրցող թիմերի հայտարարությունները, նոր արդեն ավելի կմանրամասնենք թիմերի տեղ զբաղեցած հորիզոնականները, բայց հիմա վտանգավոր իրավիճակեր ու Պալերմոյի առաջին վտանգավոր հարվածն ենք տեսնում Քալոշյանի կատարման, բայց այստեղ կարողացավ դարպասապա Գրիգորյանը վերացնել գնդակը ու եզրից արդեն պետք է նետեն Մարսելի ֆուտբոլիստները։ Եվ այսպես սկսենք Պալերմոյից Վայ Հունանյանը պաշտպանում է դարպաս համար 1, Դավիթ Ավագյան 4, Հայկ Մկրտչյան 6, նա թիմի ավագն է, Հովհաննես Սադոկյան համար 7, Կարեն Այվազյան 9, Ռոման Լևոնյան համար 10, Նորայր Անդրեասյան համար 16, Նարեկ Քալոշյան համար 21 եւ Արամ Մարտիրոսյան համար 26։ Մարսելի դարպասը պաշտպանում է Հարություն Գրիգորյանը համար 1, Ալբերտ Համբարձումյան, Սարգիս Սարգսյան համար 8, Մոզանյան համար 10, Գևորգ Հայրոյան համար 11, նա թիմի ավագն է, Նարեկ Իսկանդարյան համար 17, Դավիթ Ջուլակյան 22, Արշակ Վարդանյան համար 27, Արա Հակոբյան համար 88 եւ Կարլեն Այվազյան համար 99, այո, այս հանդիպումը Համբարձումյանի ու Այվազյանի համար նորամուտի հանդիպումը, ինչի արդյունք շնորհավորում ենք ֆուտբոլիստերին, Այվազյան հիմա վտանգավոր գրով, բայց այստեղ Այվազյանի հարվածը մի փոքր բարձր է ստացվում, այո, Այվազյանն ու Համբարձումյանը նոր են տեղափոխվել Մարսելու, տեսնենք արդեն այս հանդիպման շրջանակներում ինչպեսի հանդիպում կմատուցեն մեջ, ինչպես կփորձեն իրենց ակումբին օգտակար լինել, իհարկե Մարսելին օդի եւ ջրի պես անհրաժեշտ են միավորները մրցաշարային աղյուսակում, քանի որ Մարսելը մի փոքր ետ է մնացել առաջատարներից ու արդեն կարող է ցանկացած միավորի կորուստ մրցաշարի վերջն եմ ասում արդեն իր հետ կթողնել իհարկե։ Իսկ Պալերմոն այս պահին գտնվում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում 21 վաստակած միավորով ու առաջատար Այաքսին զիջում է ընդամենը 2 միավոր, ինչը նշանակում է 1 հանդիպում 1 հաղթանակ, այսպիսին է վիճակագրությունը մրցաշարային աղյուսակում, առաջատար Քարեյակը, Այաքսը, Բենֆիկան, Պալերմոն ու Փարիզը միմյանցից ետ են ընդամենը 2 միավոր, Այաքսը 23 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, Բենֆիկան 22 միավորով երկրորդն է, իսկ Պալերմոն ու Փարիզը ունեն 21-ական վաստակած միավորներ, Միլանն էլ 19 միավորով 5-րդ հորիզոնականում է, այսպիսի խիտ է դասավորված մրցաշարային աղյուսակի վերին հատվածը, Համբարձումյանն է գնդակով, հիմա տեսնենք ինչ գրոք փորձի կազմակերպել Մարսելը, Կարլեն Այվազյան ու Մարտիրոսյան այստեղ թիկունքից մոտեցավ եւ
Այվազյանի ճանապարհին կանգնեց, իսկ Այվազյանը իսկապես շատ հրաշալի մարզավիճակում այս պահին գտնվում եւ տեսնենք արդեն ինչպիսի ֆուտբոլ է պատրաստվում մատուցել, Հայրոյանն առաջ շարժվում, աչից կա տարբերակ, բայց ինքը շարժվեց առաջ, փոխանցեց ու հետո էլ արդեն խախտեց խաղի կանոնները Անդրեասյանի դեմ պայքարում։ Տեսնենք Ավակյան դեպի հետ գլորեց գնդակը Մարտիրոսյանի ուղղությամբ Եվ հիմա փորձում է արդեն Պալերմոն եւս մեկ գրոս սկսել, աչեզրով, բայց այստեղ Այվազյանը կասնի այս գնդակին, այո, ասավ ու պա այս գնդակը։ Դաշտի սահմաններում լավն էր փոխանցումը դեպի Իսկանդարյանը եւ հիմա արդեն փորձի գրոել Մարսել Իսկանդարյանը, անցումը գեղեցիկ էր, փոխանցումը նույնպես, բայց այստեղ Զանյանն է ստանում արվածի հնարավորությունը, մի փոքր բարձր է ստացվում Զանյանի կատարած արվածը, սա էլ Մարսելի վտանգավոր պատասխաններ իհարկե Պալերմոյի ստեղծած պահին, բայց այո, անկյունային վաստակում է։ Մարսել այս իրավիճակում դիպավ փաստացի գնդակը Վայա Հունանյանին, հետո հեռացավ դաշտի սահմաններից դուրս եւ անկյունայինի խաղարկումանը հետևենք։ Կա փոխանցումը Մարտիրոսյանը հեռացնում է գնդակը, ճիշտ է, շատ չհեռացավ գնդակը Կարլեն Այվազյան, բայց այստեղ Սադափյանը լավ գործեց, Այվազյանն աջում է ու չվերջ ու տեսեք կարողացավ գնդակի խլում իրականացնել Իսկանդարյան, բայց երկու մրցակից դիմավորեց Իսկանդարյանին, անցումը չստացվեց Նորայր Անդրեասյան, հիմա էլ գրոյի անցել Պալերմոն Անդրեասյան ու փակվում է Անդրեասյանի արվածի ճանապարհը, իսկապես շատ ակտիվ ու դիտարժան ֆուտբոլ են առայժմ այս անցած րոպեների ընթացքում մատուցում թիմերը մեզ։ Այվազյան ուղարկեց գնդակը Սադափյանի ուղղությամբ դեպի Ավակյանն, Սադափյանը փոխանցեց ու տեսնենք այս գրոհը ինչի կվերացի հիմա Պալերմոն, Նորայր Անդրեասյան եւս մեկ խաղարկում գեղեցիկ խաղարկում, բայց այստեղ արդեն հարված կատարելու հնարավորությունը կորավ Անդրեասյանի մոտ, չի ավարտվել գրոհը Պալերմոյի, նորից Անդրեասյան կա փոխանցում դեպի Ձախեզր Ավակյանին է բաժինացնում գնդակը, նորից Սադափյան թողեց գնդակը հնարամիտ կերպով Սադափյանը Մարտիրոսյանին ու մարվածը մի փոքր թույլ ստացվեց եւ հետո էլ կար խաղի կանոնների խախտում Նարեկ Իսկանդարյանի դեմ պայքարում, այո, հարված ստացավ Իսկանդարյանը ոտքին։ Եվ արագորեն խաղարկեց գնդակը Մարսելը ու հիմա Ավակյանից հեռանում է գնդակը դաշտի սահմաններից դուրս։ Հայրոյան երկար փոխանցում դեպի Այվազյանի ուղղությամբ, բայց այստեղ էլ լավ գործեցին Պալերմոյի ֆուտբոլիստները։ Այվազյան գլորում է գնդակը դեպի Ավակյանը, նորից Այվազյանը ստացավ գնդակը խաղանկերոջից ու դեպի Սադափյանը փոխանցեց, շատ լավ է խաղարկում գնդակը Պալերմոն, Անդրեասյան, եւս մեկ փորձ ու Գրիգորյանը փակեց, իսկ այստեղ արդեն Այվազյանի հարվածը չստացվեց, այո, Գրիգորյանը հեռացեց գնդակը, բայց ստացավ Պալերմոն երկրորդ հարված կատարելու հնարավորությունը, պարզապես այստեղ արդեն չժպտաց բախտը Պալերմոյին գնդակը դարպաս ուղարկելու գործում։ Կրչյան եւ թույլ է տալիս այո որ գնդակը հեռանա դաշտի սահմաններից դուրս, հետո արդեն Վայա Հունանյանն սկսում է դարպասից Մարտիրոսյանի հետ խաղարկելով։ Լավն էր Ավակյանի եւ Սադափյանի խաղարկումը, Սադափյան վտանգավոր է, աչից կա տարբերակ, Սադափյան ուղարկում է գնդակը Աչեզր, եւս մեկ փոխանցում ու Ավակյանը վրիպում է շատ նպաստավոր դիրքից, սա ավելի մոտ էր իհարկե դարպասի գրավման կան նախորդ դրվագը Պալերմոյի, բայց Ավակյանի արված այստեղ շեղությամբ ընթացավ ու հիմա նորից կգրոյի։
Մարսելը շատ արագ են զարգանում իրադարձությունները այս հանդիպան ընթացքում Ալբերտ Համբարձումյան երկար փոխանցում դեպի Հակոբյանը կատարեց նորից դեպի կենտրոն, բայց այստեղ Համբարձումյանը շատ լավ է գործում, շարունակությունը տեսնենք կա փոխանցում ու այստեղ անկյունային է իրականացնելու հիմա Մարսել այո փորձեց Զանյանը առանց շրթվելու շեղել գնդակի ուղղությունը, բայց արդեն միջև Զանյանին հասնելը դիպավ մրցակցի ֆուտբոլիստներից որևէ մեկին ու հեռացավ գնդակը անկյունայինը խաղարկված է Համբարձումյան ու հիմա էլ Յունանյանն է հեռացնում Ալբերտ Համբարձումյանի կատարած հարվածը եւս մեկ անկյունային է իրականացնելու Պալերմոն ներողություն Մարսելը կա եւս մեկ փոխանցում, այստեղ Կարլեն Այվազյանին է բաժանացնում հիմա էլ գնդակը Այվազյանն ինքը իր համար հարվածային դիրք է դուրս գալիս եւս մեկ հարված ու այստեղ առաջին դեպքում Հունանյանը հեռացեց հետո Զանյանի հարվածից հետո հորիզոնական դարպասաձողն է փրկում Պալերմոին ակտիվ է Մարսելը իհարկե ակտիվ է նաև Պալերմոն ինչու ոչ Պալերմոն երկու թիմերն են առնվազն երկու իրատեսական հնարավորություն ունեցան իսկ հիմա արդեն Պալերմոյի գրոհը Այվազյան վտանգավորը մնում է գնդակով Այվազյան ուղարկում դեպի Աջեզր Սադաֆյան արված ու Պալերմոն բացում է այս հանդիպան հաշիվը 1-0 այո ակտիվությունը ի վերջո տալիս է իր արդյունքը եւ առաջի դարպասի գրավումը ունենում ենք այս հանդիպան ընթացքում Մեկ զրո Սադաֆյանը բացում է այս հանդիպան հաշիվ ու արդեն տեսնենք Մարսելի պատասխանը Ինչպես պետք է լինի բաստողած գնդակին, այո երկու թիմերը իսկապես ակտիվ էին, բայց իր առաջին հնարավորությունը գոլի կարողացավ վերացել հենց Պալերմոն եւ հիմա էլ արդեն իհարկե պետք է ավելի շահագրգռված լինի Մարսելը արդեն այս մեկ գնդակը ետ բերելու համար Ավակյանը լավ անցում իրականացեց, բայց փոխանցումը թույլ էր Ալբերտ Համբարձումյան, այստեղ էլ չստացվեց Համբարձումյանի մոտ անցում իրականացնել, բայց մնում է գնդակը Մարսելի ֆուտբոլիստների մոտ Համբարձումյան Այստեղ գնդակի կորուստ Այվազյան եւս մեկ հարվածային դիրք Այվազյան ուշեղը ստացվում Այվազյանի հարվածը ճիշտ է արդեն Համբարձումյանն էլ նահանջեց ու խանգարեց ավելի լավ հարված կատարելու գործում մրցակցին եւ հիմա նորից շարժվում է առաջ Մարսելը իհարկե բաստողած գնդակից հետո փորձում են շատ արագ հաշվի հավասարությունը վերականգնել Մարսելի ֆուտբոլիստները Զանյան այստեղ էլ թույլ ստացվեց Զանյանի հարվածը փակվեց հետո էլ այո գնդակը արդեն շեղությամբ էր ընթանում Ավակյան դեպի աջ է տեղափոխում գնդակը հասավ այն Սադաֆյանին Սադաֆյան լավ կարողացավ պահել գնդակը շատ լավ էլ փոխանցեց Անդրեասյանին նորից Սադաֆյան դեպի աջ Կալոշյանի ուղղությամբ կա կենտրոնում Անդրեասյանը չհասավ գնդակը Անդրեասյանին քանի որ Իսկանդարյանն է ջիրկավորված դեպի առաջ բայց հիմա նորայ Անդրեասյանը վերականգնում է գնդակի իր թիմի համար Այվազյան նորից կգրոյի հիմա Պալերմոն բայց այստեղ արդեն այն գրոհ չեն կարող իհարկե սպասել որը կլիներ եթե մի փոքր ավելի արագ գործեին Պալերմոյի ֆուտբոլիստները Մարտիրոսյան լավն էր այս փոխանցումը Մարտիրոսյան սա հարված էր բայց շեղությամբ ստացեց Մարտիրոսյանի կատարած հարվածը այս դրվագում ու արդեն Մարսելը տեսեք մեկ փոխանցում եւ արդեն Մարսելը անցել է գրոյի բայց այստեղ Հակոբյանի փորձը թույլ ստացվեց Կալոշյան, Աշեզրում հասավ գնդակին Կալոշյանը ուղարկեց նորայ Անդրեասյանին, վտանգավոր եւս մեկ գրոհ Անդրեասյան ու շեղությամբ ընթացավ Անդրեասյանի կատարած այս հարվածը
Իսկանդարյանն է երկար փոխանցում կատարում առաջ Զանյան փորձեց իհարկե մի փոքր շեղել գնդակը, բայց առանց այն Իսկանդարյանի փոխանցում ուժեղ էր ու այստեղ ոչ ոք չարձագանքեց Մկրտչյան Այվազյան դեպի աչը գլորում գնդակը Այվազյանը սա երկար փոխանցում էր Ավակյանի ուղղությամբ ու այստեղ էլ Ավակյանի փորձը չստացվեց Մարտիրոսյան եւս մեկ գրոք գործի մամ սկսել Ալերմոն Այվազյան ուղարկում է գնդակը աչ եզր Լևոնյան դեպի Այվազյանը ու արդեն նորից աչ եզրով շարունակություն կստանա Ալերմոնի գրո հիմա արդեն եզից կնետի Ալերմոն Ավակյան եւս մեկ փոխանցում ու արդեն Փակվեց գնդակի ուղղությունը եւս մեկ փոխանցում հեռացված է Մկրտչյան Մանում է գնդակը Պալերմոյի մոտ հիմա Մարսելը խլում իրականացեց ու հիմա միգուցե ստացվի Զանյան կա թիկունքից Խանկերոշ տարբերակը, բայց այստեղ փակվեց Զանյանի փոխանցման ճանապարհը Եվս մեկ եզրային իրականացեց Մարսելը Համբարձումյան Կարլեն Այվազյան հետ է ուղարկում գնդակի Իսկանդարյանի երկար փոխանցում էլ Իսկանդարյանից, բայց Վային Հունանյանի գնդակներցը ով երկար փոխանցում է կատարում դեպի Անդրեասյանը, կասի Անդրեասյան այս գնդակին, այո հասավ ու պահեց դաշտի սահմաններում գնդակը դեպի հետ Լևոնյանի ուղղությամբ Այվազյան հերվից փորձ, բայց այստեղ փակվում է Այվազյանի հարվածի ճանապարհը Կարլեն Այվազյան լավ տարավ իր հետ Այվազյանը այստեղ գնդակի շարունակությունը տեսնենք Այվազյան շատ գեղեցիկ է գործում ու հավասարեցնում հանդիպան հաշիվայո միայնակ այստեղ արեց ամեն ինչ Կարլեն Այվազյանը ու իր նորամուտի խաղում աչքի ընկնում դարպասի գրավման 1-1 հաշիվը հավասար է Կարլեն Այվազյան 1-1 շատ լավ այստեղ անհատական վարպետությունը գործի դրեց Այվազյանը ու արդեն թիմերը պետք է ամեն ինչ սկսեն նորից այո 1-1 դարձավ հանդիպան հաշիվը շատ վստահ գործեց Այվազյանը այս դրվագում ու ինքը իր համար հնարավորություն ստեղծեց դարպասը գրավելու գործում այսպես անվանենք հիմա տեսնենք արդեն այս խփած գնդակից հետո Կարծում եմ ավելի ակտիվ պետք է լինի Մարսելը, հիմա հենց այդպես է, բայց Իսկանդարյանը շտապեց, այո, կարող էր ընդունել, հետո արդեն տարբերակներ բնականաբար կստեղծվեին։ Այդ դեպքում փորձեց մեկ հպումով իհարկե շտապողականությունը լիճ գործ արեց, այս դրվագում ինչ լավն է նաև այս փոխանցումը Սադաֆյան վտանգավոր է դեպի աճու այստեղ մնում է գնդակը Պալերմոյի մոտ Քալոշյան Անդրեասյան ու չստացվեց Անդրեասյանի շեղումը փորձեց այստեղ այո գնդակը շեղել դեպի դարպասը բայց չորսած Խանկերոշ կատարած փոխանցումը Մարտիրոսյան շարժվում է առաջ Մարտիրոսյանը գնդակով դեպի աճ ուղարկեց այն
Նորայ Անդրեասյան, նորից Կալոշյանն է գնդակով, լավ նրա անցումը Կալևոյանի տարբերակը Կալոշյան արված 2-1 արդեն Պալերմոն այս խաղում երկրորդ անգամ է առաջանցնում հաշվի մեջ Կալոշյանը ամեն ինչ այստեղ էլ արեց գրեթե միայնակ ու առաջանցնում նորից Պալերմոն հաշվի մեջ 2-1 Շատ արագ են իսկապես իրադարձությունները զարգանում այս հանդիպան ընթացքում խաղակեսի վերջնամասում ևս 2 դարպասի գրավում տեսանք ու հիմա 2-1 է հանդիպան հաշիվի 7 արդեն կրկին ավելի ճիշտ լինի ասել Պալերմոյի ֆուտբոլիստների եւ տեսնենք վերջին 5 րոպեները առաջի խաղակեսի ինչպես են հասկացնելու թիմերը Ակոպյանն է գնդակով Եմ արդեն այստեղ հենց իրենց էլ հեռացավ գնդակը դաշտի սահմաններից դուրս եզից կնետի Պալերմոն Ավակյան կատարված է եզրային նետումը Սադաֆյան Դեպի աճ ուղարկեց գնդակը Սադաֆյանը Կալոշյանի ուղղությամբ Կալոշյան ևս մեկ փորձ բայց այս անգամ արդեն շեղությամբ ստացվեց Արեք Կալոշյանի կատարած հարվածը Կարլեն Այվազյան Կրունկով չանցավ այս փոխանցումը Կալոշյանը փակեց գնդակի ուղղությունը հիմա եզից է նետելու Մարսելը պետք է Մարսելը եւս մեկ անգամ մտածի հանդիպան հաշիվը հավասարեցնելու մասին իհարկե դա արդեն դրանց առաջնային խնդիրն է եթե մեկ-մեկ հաշվի պայմաններում պետք է մտածեին առաջացնել հաշվի մեջ դա շտացվեց դա արեց Պալերմոն Անդրեասյան ու հիմա փրկվում է Մարսելը երրորդ գնդակը բաց թողնելուց այո Գրիգորյանը այստեղ էլ լավ գործեց դուրս գալով դարպասից ու կտրելով անկյունը Անդրեասյանի հարվածի ճանապարհը այո այլապես հեռավոր անկյունն է փորձում գրավել ու կգրավել Անդրեասյանը եթե Գրիգորյանը դուրս չգար ու չփակեր անկյունը Անդրեասյանը հերվից փորձ ու հիմա էլ անկյունային է վաստակում Պալերմոն Եվս մեկ փոխանցում, եվս մեկ հարված ու 3-1 արդեն Հիմա էլ Սադաֆյանն է գրավում դարպասը 2 գնդակի առավելություն է ստանում արդեն Պալերմոն խաղակեսի վերջնամասում Երեք-մեկ դուբլ Սադաֆյանից, բայց ինչ հաշվ է նկատ փոխանցում կատարեց անկյունայինից նրա խաղընկեր Դավիթ Ավակյանը իսկապես հաշվարկված էր այս ամենը Ավակյանի կողմից ու 2 գնդակի առավելություն արդեն ունի Պալերմոն առաջի խաղակեսի վերջնամասում հիմա արդեն Մարսելը պետք է իհարկե էլ ավելի ակտիվանա ու փորձի է դուրս գալ այս իրավիճակից Սադաֆյան, բայց Պալերմոնը փոխարենը նորից գրոյի հասնում Փոխանցում դեպի Նորայ Անդրեասյանը այստեղ արդեն փակվեց Անդրեասյանի փոխանցման ճանապարհը հեռացման փորձ չստացվեց հետո էլ արդեն Ավակյանը խախտեց այո խաղի կանոնները Հայրոյանի դեմ պայքարում Մկրտչյան, այստեղ Իսկանդարյանին բաժինացավ Մկրտչյանի փոխանցումը Կարլեն Այվազյան ու դուբլ Այվազյանից այո կրճատում է նորից հանդիպան հաշիվը Մարսելը 3-2 է դառնում այս հանդիպան հաշիվը դուբլ Կարլեն Այվազյանից արդեն այս խաղում Շատ լավ օգտագործեց այստեղ իր հնարավորությունը Այվազյան ու հիմա արդեն նորից մեկ գնդակ է անհրաժեշտ Մարսելին այո շատ գոլառատ վերջնամաս ստացվեց իսկապես հիմա տեսնենք այս Գրոզանյան ու գնդակը աճ եզրում է այդտեղում Ակոպյանի ևս մեկ հարված 3-3 Մարսելը հավասարեցնում է 1 րոպեի ընթացքում հանդիպան հաշիվը
Երեք հաշիվը հավասար է խաղակեսի վերջում իսկապես շատ հետաքրքիր ու դիտարժան դասավորվեց ամեն ինչ երկու թիմերի կողմից էլ ու նախ Պալերմոն մեծացրեց իր առավելությունը, բայց Մարսելից էլ ընդամենը 1 րոպե պահանջվեց երկու գնդակ հեղինակելու այդ իրավիճակից դուրս գալու համար։ Ինչ է կատարվում հիմա խաղադաշտում։ Հիմա նորից գնդակով Պալերմոյի ֆուտբոլիստերն են, բայց այստեղ Անդրեասյանի փոխանցման ճանապարհը փակվեց, իսկ այս գնդակին Ակոպյանը չի հասնի։ Ես ռային հետում իրականացված եմ, Անդրեասյան շեղ է ստացվում արվածը ու արված կլինի արդեն Հարություն Գրիգորյանի պաշտպանած դարպասից վերջի րոպեն խաղակեսի մեկ տարկած է Իսկանդարյան գլորեց գնդակը Սարգսյանի ուղղությամբ, Սարգսյանն էլ առաջ արվեց, լավ նկատեց Համբարձումյանին, Համբարձումյան դեպի Այվազյանը, մեկ հպումով դեպի Տուգանայինի Մատույցներ Մարտիրոսյանն էին, այլ հեռացնում գնդակը, ևս մեկ հնարավորություն է ստանում Համբարձումյանը արվածեց, բայց խաղանկերը փակեց Կարլեն Այվազյան, իսկ այստեղ արդեն Հենց Այվազյանից էր հեռացել այո գնդակը դաշտի սահմաններից, մրցավարը հարված դարպասից է նշանակել, այո, հաստատի ստացվում է այնպես, որ վերջում գնդակը դիպավ Կարլեն Այվազյանին, նոր հեռացավ դաշտի սահմաններից դուրս, ինչև է սկսում է Պալերմոն, Մարտիրոսյան դեպի աջ փոխանցում Քալոշյանի ուղղությամբ, հասավ գնդակին Քալոշյանը, հետո էլ արդեն Այվազյանից հեռացավ գնդակը դաշտի սահմաններից, բայց Խաղակեսը հենց այստեղ ավարտվում է մարտական ոչ ոքի 3-3 մի փոքր դատար, որից հետո կվերադառնանք։ Ֆուտբոլասեր բարեկամներ մեկնարկում է Մարսել Պալերմո։ Հանդիպան երկրորդ խաղակեսը 3-3 հաշիվը գրանցվեց առաջի խաղակեսում ու արդեն տեսնենք։ Հիմա երկրորդ խաղակեսում թիմերը ինչ կառաջարկեն մեզ, իսկապես շատ հետաքրքիր խաղակես ունեցանք, 6-ը դարպասի գրավում Եվ հիմա արդեն մնում է երկրորդ խաղակեսը վայելել միասին, իհարկե հուսանք, որ ինչպես առաջինները, այնպես էլ առնվազն այդպես էլ երկրորդ խաղակեսը կընթանա, հիմա խլեց գնդակը Պալերմո Սադաֆյանը արված ու այստեղ դատարկ դարպասից է գնդակը հանում Գևորգ Քայոյանը Մարսելի Քայոյի իրավիճակ երկրորդ խաղակեսը նորից ակտիվ է Մեկտարկում Պալերմոն Մկրտչյան երկար փոխանցով առաջ դեպի Անդրեասյանը թողեց Անդրեասյանը գնդակ Այվազյանի ևս մեկ հարված շեղությամբ է ստացվում այլ Այվազյանի կատարած հարվածը ու դարպասապակ Գրիգորյանը երկար փոխանցում է կատարում դեպի Կարլեն Այվազյանը հասավ Այվազյանը այս գնդակին Շատ լավն է նաև այս փոխանցումը դեպի Զանյան ու այստեղ արդեն չհասավ գնդակը Զանյանին այն պատճառով որ վերջում Պալերմոյի պաշտպանը հեռացեց գնդակը Դաշտի սահմաններից դուրս, բայց ինչ հաշվի նկատ փոխանցում էր Այվազյանը կատարել խաղընկերոջի մանկյունային խաղարկված է նորից Կարլեն Այվազյան չդստեց գնդակ այստեղ Այվազյանի ոտքին իհարկե հասկանալի էր այս իրավիճակում Մարսելի ֆուտբոլիստների մտահղացումը փորձեցին Այվազյանին հարվածային դիրք դուրս բերել, բայց չնստեց գնդակ Այվազյանի ոտքին, չորցած գնդակ այս դրվագում Այվազյանը, այսպես ասենք, հիմա Պալերմոյի պատասխանը Անդրեասյան արված ու Գրիգորյանն հիմա այլ փրկում, Քալոշյան գնդակը դարպասում է Պալերմոն, 4-3 է դարձնում հանդիպման հաշիվ ու Քալոշյանն էլ դուբլ է գրանցում այս խաղում իր անվան դիմաց։ Չորս երեք այո շատ իսկապես գոլարատությունը մի կողմ շատ դրամատիկ հանդիպում ենք դիտում արդեն հիմա հաղթողի կարգավիճակում է նորից այդ տվում Պալերմոն այո որքան էլ որ մեկ գնդակ է տարբերություն այս խաղում առայժմ Մարսելը չի եղել հաղթողի կարգավիճակում Մարտիրոսյան լավ առաջ խաղացում էր բայց այստեղ փոխանցումը դեպի Անդրեասյան այնքան էլ հաջող չկայացավ Այվազյան երկար փոխանցում առաջ դեպի մրցակցի Տուգանայինի Մատույցներ Զանյան բայց այստեղ իհարկե արտարության համար ասենք Մկրտչյանը լավ աշխատեց Զանյանի թիկունքից ճիշտ է չխախտեց խաղի կանոնները բայց ամենայն դեպս թույլ չտվեց էլ Զանյանին ճիշտ դիրքավորվելու լավ հարված կատարել Քալոշյանը այստեղ փակվում է Քալոշյանին փոխանցման ճանապարհը
Վերադառնում է գնդակը Մկրտչյանին։ Փոխանցում դեպի Անդրեասյանը։ Անդրեասյան պայքարում է այս ֆուտբոլիստը իսկապես միջև վերջին դրվագ ու ախնդրեմ դա է պատճառը որ մնաց այս դրվագում գնդակը Պալերմոյի մոտ Կալոշյան աչի եզրով բայց Սարգսյանը դիմավորեց Կալոշյանին ու Սարգսյանից էլ գնդակը հեռացավ դաշտի սահմաններից դուրս անկյունայինին հետևենք որը իրականացնի հիմա Պալերմոն Կալոշյան փոխանցում ու այստեղ Սադաֆյանի արվածը մի փոքր բարձր ստացվեց այո միայնակ թողեցին Սադաֆյանին եւ կարող էր Սադաֆյանը օգտվել այս հնարավորությունից Ամբարձումյան շատ լավ նկատեց աչի եզրում Հայրոյանին ու կատարեց այս փոխանցումը Մարտիրոսյանն էլ այստեղ պալվում է Հայրոյանի առաջ խաղացումը Հիմա նորից Մարսելը կսկսի գրող Ամբարձումյան Ուղարկեց գնդակը դեպի կենտրոն Լավն է նաև այս փոխանցումը ասում է գնդակը Հայրոյանին աչի եզրում, բայց Հայրոյանի փոխանցումից հետո շեղվեց Մարտիրոսյանից գնդակ ու անկյունային ամեն դեպքում այո Մարսելը վաստակեց այս բարդ իրավիճակում Մարսելի համար Գևորգ Հայրոյանը ինքն իրականացնում է անկյունայինը դեպի Այվազյանն նորից փոխանցումը ուղղված, բայց հեռացեց ոչ միայն Պալերմոն գնդակը նաև փորձեցին գրող կազմակերպել Այվազյան ու այստեղ Անդրեասյանն է հաջող գնդակի խլում իրականացնում եւ Վաստակում է անկյունային Անդրեասյանը այո Պալերմոյի համար միջև վերջ պայքարել այս դրվագում իհարկե այս տղայի գործողություններում սա է նշանակում թվաց մի բան որ արդեն Պալերմոն կորցրել է գնդակը բայց իհարկե ակտիվությունը տվեց իր արդյունքը եւ ախնդրեմ անկյունայինը տեսնենք ինչի կվերածի Պալերմոն Այվազյանի մոտ է գնդակը Թողեց Այվազյանը հեռանը գնդակը դաշտի սահմաններից եզից է նետում Կալոշյանը Սադաֆյանը այստեղ արդեն Սարգսյանը փակեց Սադաֆյանի արվածի ճանապարհը եւս մեկ փորձ ու Այվազյանի հարված այստեղ էլ հակում է Ամբարձումյանը Այվազյան անկյունայինը տեսնենք Կալոշյանը փոխանցեց ներողություն Լևոնյան Սադաֆյանին են թողնում գնդակը իսկ այստեղ արդեն կար Սադաֆյանի դեմ պայքարում խաղի կանոնների խախտում Լևոնյանն է իրականացնում ստանդարտ է, բայց բավական ուժեղ է փոխանցում ու հարված կլինի Հարություն Գրիգորյանի դարպասից Հայրոյան շարժում է առաջ Գևորգ Հայրոյանը դեպի աջ ուղարկեց Զանյանի ուղղությամբ Բայց ուժեղ էր այստեղ Զանյանի կատարած փոխանցում ու հարված կտեսնենք հիմա Պալերմոյի դարպասից Հոփոխություն տեղի ունեցավ այս ընթացքում Պալերմոյի կազմում Ավագյանը վերադարձավ խաղադաշտ փոխանցվեց Կալոշյանը ու հիմա արդեն տեսնենք թարմ ուժերով Ավագյանը ինչ կառաջարկի Անդրեասյան շատ լավ ընդունեց այստեղ Անդրեասյանը գնդակը աջ ուղարկեց Ավագյանի ուղղությամբ եւս մեկ գրոյի է իմաստում Պալերմոն Անդրեասյան ինչ է անում այսօր Անդրեասյանը խաղադաշտում եւս մեկ արված Լևոնյանից բարձր է ստացում դեռ չի գրավել մրցակցի դարպասում նորայր Անդրեասյանը բայց գրեթե բոլոր դարպասի գրավումներում իր ներդրումն ունեցել է նորայր Անդրեասյանը իսկապես շատ վստահ հանդիպում է այսօր անցկացնում Պալերմոյի հարցակման առաջատարը Ալբերտ Համբարձումյան Ցածրից այստեղ Սադաֆյանը խլում իրականացեց գնդակի Սադաֆյան արվածել կա ու Գրիգորյանը Շատ լավ այստեղ կանգնեց
ու փակեց գնդակի ուղղությունը Կարլեն Այվազյանը ընդունել է Այվազյանը գնդակը շարժվում է առաջ Այվազյանը տեսնենք ինչ շարունակություն կմտածի հարված դարպասից այո Այվազյանից էլ հեռացավ գնդակը դաշտի սահմաններից դուրս Մարտիրոսյան Տեղափոխում է գնդակը Աչ Եզր Ավագյանի ուղղությամբ Ավագյանն առաջինը հասավ գնդակին ուղարկեց Սադաֆյանին ստացավ պատասխան փոխանցումը եւ կընտրեմ եւս մեկ գրոհ Պալերմոյից Նորայ Անդրեասյան բայց այստեղ արդեն Սարգսյանը հաստրեց կանգնել գնդակի ճանապարհին ու հեռացնել այն դաշտի սահմաններից դուրս ամեն դեպքում անկյունային վաստակում է այս իրավիճակում Պալերմոն Փոխանցումը Գրիգորյան ու այստեղ շատ խառը իրավիճակ Սադաֆյանն էլ հարվածեց, բայց փակվեց Սադաֆյանի հարված, այո, գծի վրայից գրեթե հեռացեցին Մարսելի ֆուտբոլիստները Սադաֆյանի կատարած հարվածը։ Նորից Սադաֆյան հետ է ուղարկում գնդակը Մարտիրոսյանին։ Իսկ այստեղ գնդակի կորուստ Համբարձումյան եւ կգրոյի հիմա Մարսելը Կարլեն Այվազյան Շատ լավ նկատեց Աչ Եզրում միայնակ գտնվող խաղընկերոջ Հակոբյան փակվեց Զանյան պետք է հարվածել բայց Զանյանի փոխանցումը չհասավ ոչ Այվազյանի ոչ Համբարձումյանին հիմա վերականգնում է կրկին գնդակը Մարսելը Մոզանյան մնաց գնդակով Զանյան իսկ այս հարվածը արդեն բավական բարձր է ստացվում Սադաֆյանն լավ ընդունեց գնդակը մրցակցի Տուգանայինի մատույցներում շարունակություն տեսնենք պատխաղարկումը գեղեցիկ էր բայց այստեղ վերջին հարվածը այնքան էլ հաջող չստացվեց Սադաֆյանի կողմից իհարկե սա հարված չէր այլ փորձեց ընդունել գնդակը հետո արդեն որևէ մեկին ուղարկել բայց կորցրեց ամեն դեպքում գնդակը Այդ իրավիճակում Պալերմոն իսկ հիմա Մարսելի պատասխանը կրկին Այվազյանն է գնդակով դեպի կենտրոն Համբարձումյանի ուղղությամբ վտանգավոր է ու վերադառնում է գնդակը Այվազյանին բայց հարվածը թույլ է ստացվում Այվազյանի ձախ ոտքով կատարած ու Հունանյանը վերցրեց գնդակը երկար փոխանցում էլ կատարեց դեպի առաջ Լևոնյան լավ պրեսինգ էր և նույնիսկ հարվածի փորձ կատարեց Ռոման Լևոնյանը Իսկ հիմա արդեն գրոյի հասնում Մարսելը, բայց այստեղ ուժեղ էր դեպի Զանյանն ընթացող գնդակի ճանապարհը Նորայ Անդրեասյան Սարգսյան այստեղ դիմավորեց, բայց հեռացման փորձը հաջող չէր, իսկ հիմա Լևոնյանը հարվածում է, բայց մի փոքր բարձր ստացվեց Լևոնյանի կատարած հարված, իսկ հիմա տեսնենք ինչ պատեց Մարսելի ավագ Գևորգ Այրոյանին Ամեն ինչ կարգին է Գևորգ Այրոյանի հետ, նա գնդակով է երկար փոխանցում առաջ դեպի Մոզանյան, այստեղ Մարտիրոսյան առաջինը արձագանքեց գնդակին ու հեռացեց այն
Դաշտի սահմաններից դուրս։ Ակոպյան Հերվից փորձ Այվազյանն իր վրա ընդունեց Ակոպյանի հարվածը եւս մեկը գուցե հիմա Լևոնյանն է փակում Սարգսյանին է վերադառնում գնդակ իսկ այստեղ արդեն Թույլ ստացվեց բայց տեսեք Լևոնյանը գնաց գնդակի խլման ու խախտեց այո խաղի կանոնները Համբարձումյանն է գնդակով Այդոան Տեպի աչ ուղարկեց գնդակը Ակոպյանի ուղղությամբ իսկ այստեղ փակվեց փոխանցման ճանապարհը Համբարձումյանն է կրկին վերադառնում գնդակը դեպի կենտրոն Սարգսյանն ուղարկեց գնդակը առաջ Տեսնենք եւս մեկ գրոյի փորձ հիմա Մարսելի ֆուտբոլիստներից Գևորգ Հայրոյան Հայրոյան այստեղ Անդրեասյանը խլում իրականացեց գնդակի ու շարունակությունը տեսնենք նորայր Անդրեասյան հարված ու բարձր է ստացվում այստեղ Անդրեասյանի կատարած հարվածը բայց հիմա տեսնենք ինչ է պատահել Մարսելի հավաք Գևորգ Հայրոյանին կարծես կրկին հարված ստացավ Հայրոյանը ոտքին Շարունակում ենք հանդիպումը Սարգսյանը գնդակը երկար փոխանցումը ուղարկում է առաջ այստեղ հեռացեցին Պալերմոյի ֆուտբոլիստները բայց Համբարձումյանն էլ այստեղ մի փոքր լավ չընդունեց գնդակ ու հենց իրենից էլ լայն հեռացավ դաշտի սահմաններից դուրս Սադաֆյան կա փոխանցում դեպի Այվազյանը բայց այստեղ թիկունքից շատ լավ աշխատեց Մարսելի ֆուտբոլիստը հիմա միգուցե Մարսելը անցնի հակագրոյի Այդոյան կա փոխանցում դեպի առաջ Զանյանի ուղղությամբ բայց այստեղ էլ լավ վերադասավորվեց Պալերմոն ու շատ արագ էլ կարողացան վտանգը սեփական դարպասի ուղղությամբ ընթացող չեզոքացնել Մարտիրոսյան դեպի Ավակյանը Սադաֆյանն ընդունեց գնդակը դաշտի միջին հատվածում ու ստացվեց ուղարկել գնդակը Քալոշյանի ուղղությամբ շարժվում է առաջ Աշեզով Քալոշյանը կա փոխանցում դեպի Անդրեասյան ու տեսեք եւս մեկ գրո Պալերմոյից նորայր Անդրեասյան հարված ու այստեղ Անդրեասյանի հարվածը փակվեց եւ անկյունային ամեն դեպքում իրականացնելու է այս դրվագում Պալերմոն ու տեսնենք այս անկյունայինի խաղարկումը արդեն ինչ է տալու Պալերմոյին ցածից փոխանցում Հիմա էլ հեռացեց Մարսելը գնդակ ու միգուցե շտապի Համբարձումյանը կա փոխանցում դեպի Զանյանը շատ հաջող էր այս փոխանցումը Զանյան ու չստացվեց ուղարկել գնդակը Կարեն Այվազյանին իսկ հիմա նորից հակառակ պատկերն է արդեն Մարսելի Տուկանայինի մատույցներում գրում է Պալերմոն Եթե Մարսելի մոտ ստացվի հավասարեցնել հանդիպան հաշիվը ապա իհարկե շատ հետաքրքիր Կստացվի ամեն ինչ այստեղ էլ Սարգսյանը սա անկումով հեռացեց գնդակ ու եւս մեկ անկյունային է իրականացնելու հիմա Պալերմոն
Կալոշյան եւս մեկ փոխանցում, հերուն գնաց գնդակը Անդրեասյանն էլ լավ չարված է այստեղ, իհարկե հասկանալի է մի կերպ հասավ այս գնդակին ու արվածը այնքան էլ հաջող չստացվեց Զանյան փակվեց նաև Սանյանի փոխանցումը Մարտիրոսյանն էլ այստեղ գնդակը հեռացեց դաշտի սահմաններից դուրս ես իսկ նետի Մարսել այո իհարկե ամեն ինչ կորած չէ Մարսելի համար մեկ գնդակ է անհրաժեշտ նրանց նորից հաշվի հավասարությունը վերականգնելու համար իհարկե որ այս պայդրությամբ 4-3 հաշվով իհարկե վերջին գնդակը հեղինակեց Նարեկ Քալոշյանը ինչի շտորի վախտում է Պալերմոն, բայց մեկ գնդակ ու նորից հաշվի հավասարությունը կվերականգնվի եւ մեկ գնդակ հեղինակելու համար իհարկե դեռ բավական խաղ ժամանակ կա մինչեւ հանդիպան ավարտը Եզրային նետում իրականացված է Այվազյանն է գնդակով եւս մեկ երկար փոխանցում Զանյանի ուղղությամբ, բայց բավական ուժեղ ստացվեց այստեղ Այվազյանի կատարած փոխանցում ու հարված կլինի Վայ Հունանյանի պաշտպանած դարպասից Մարտիրոսյան Ստացվեց Պալերմոյի մոտ բարի աջող կերպով դուրս գալ պաշտպանությունից Սադաֆյան Անդրեասյան հիմա կարող է գրավել դարպասը Անդրեասյանը այստեղ էլ փակվեց նորայի Անդրեասյանի հարվածի ճանապարհը եւս մեկ հարված Գրիգորյանը նորից փակում է գնդակի ուղղությունը շատ լարված իրավիճակ էր հիմա Մարսելի Տուգանային հրապարակի մատույցներում, բայց ամեն ինչ բարի աջող է ավարտվում Մարսելի համար Սադաֆյան Ու այստեղ արդեն չստացվեց Պալերմոյի մոտ գրոել ամբարձումյան երկար փոխանցում դեպի Այվազյանը Կազանյանի տարբերակը ընդունել է գնդակ Այվազյանը փորձում է հարվածային դիրքում այդ տվել Կարլեն Այվազյանը ու փրկեց Հունանյանը այստեղ Պալերմոյ այո միայն թույլ տվեցին Այվազյանին ոչ միայն ընդունել գնդակը նաև հարմարեցնել աջ ոտքին ու հարվածել եւ այստեղ միայն Վայ Հունանյանը փրկեց ու հիմա Անդրեասյանը արդեն Շարփորձը չարժվել առաջ եւ վաստակեց եզրային նետման հնարավորությունը իհարկե այս դաթայները միայն ու միայն ձեռնտու են Պալերմոյին Եզրային նետում իրականացված է Ավակյան, այստեղ Սադաֆյանի բաժին ասավ գնդակ ու նորից Գրիգորյանն է փրկում, իրավիճակը իսկ այստեղ Անդրեասյանը հարված է Սարգսյանին իհարկե, միտում չկար Անդրեասյանի գործողություններում, թիկունքից մոտեցավ Սարգսյանը եւ ամեն դեպքում մրցավարը ցույց տվեց այստեղ Նորայի Անդրեասյանին տեղին կար խախտման կոպտության համար Քալոշյան ու նորից Գրիգորյանն է փրկում այս իրավիճակում իհարկե այսքան սեյվերից հետո դարպասապայի կատարած պետք է որ Մարսելը իհարկե հավասարեցնի հանդիպան հաշվից եթե Պալերմոն եւս մեկը խփի ապա արդեն դա կլինի հանդիպան իհարկե ավարտը որոշիչ գնդակ այսպես ասենք քանի որ արդեն խաղաժամանակ չի մնա երկու գնդակ զիջելուց հետո Մարսելին կրկին վերականգնացվի հավասարությունը Քալոշյան նետեց եզրից Սադաֆյանի ուղղությամբ բայց այստեղ այո գնդակը հեռացել էր դաշտի սահմաններից դեպի Հայրոյանը փոխանցում Մարտիրոսյան այստեղ դուրս եկավ իր դիրքից եւ շատ ճիշտ Գործեց այո չտիպավ գնդակին եւ եզրային նետումն էլ իրականացնում է Պալերմոն Ավակյան դեպի աչեզր փոխանցում Քալոշյանի ուղղությամբ Նորային Անդրեասյան շատ լավ շրջվեց Անդրեասյանը հարված ձախ ոտքով ու Գրիգորյանը նորից է վերցնում գնդակը չեմ հասկանում իսկապես Մարսելի այդ մեկ գրո չի ստացվելու այսքան փրկություններից հետո դարպասապայի ամբարձում պայեց գնդակը դաշտի սահմաններում իսկ հետո արդեն Անդրեասյանի սահանկումից հետո գնդակը հեռացավ դաշտի սահմաններից դուրս Հայրոյան ուղարկեց գնդակը Համբարձումյանին
կա եւս մեկ փոխանցում դեպի Հայրոյանը նորից Ամբարձումյանը ստացավ գնդակը Կարլեն Այվազյանին ուղարկեց Այվազյանն էլ դեպի Ակոբյանը Զանյան վտանգավոր է ու վայ Հունանյան վերցրեց գնդակը Հունանյանը իսկ հիմա Կալոշյանը շեզրում ընդունեց գնդակը Կալոշյանը եւ այստեղ արդեն գնդակը հեռանում է դաշտի սահմաններից դուրս Հիմա իհարկե տեղին քարտ կստանա Զանյանը Իսկ մրցավարը կդիտի նախորդ դրվագի կրկնապատկերը հասկանանք հաղթում կար դարպասապայի կողմից թե ոչ Դիտեց մրցավարը դրվագի կրկնապատկերը չկար խաղի կանոնների խախտում ու հիմա արդեն այո կսկսի Մարսելը սեփական դարպասից մաքուր էր գործել Ռեգուսուն դարպասապա Վայ Հունանյանը Գրիգորյանի երկար փոխանցում առաջ Զանյանը ավելացեց գնդակի ընթացքը Մկրտչյան Այվազյան Մկրտչյանը առաջին արձագանքեց գնդակին ու հեռացեց այն դաշտի սահմաններից դուրս եսից նետում է Կարլեն Այվազյանը Հայրոյանին նորից Այվազյան Կա փոխանցում Մարտիրոսյանը փակում է գնդակի ճանապարհը ու անկյունային կիրականացնի Այս դրվագում հիմա Մարսելը եւ տեսնենք արդեն ամեն դրվագ կարող է լինել հանդիպման վերջինը, քանի որ վերջի րոպեն հանդիպան 1 տարկած է Կարլեն Այվազյանն իրականացնում անկյունային փոխանցումը կա, հեռացնում են գնդակը ոչ շատերու Պալերմոյի ֆուտբոլիստները Ալբերտ Համբարձումյանն ու այստեղ էլ չստացվեց արվածը Համբարձումյանի մոտ եզրային նետում է հիմա իրականացնելու Մարսելը Այվազյանն է նետում Եզրի Սարգսյանին ստացավ պատասխան փոխանցումը խաղանկերոջից, իսկ այստեղ արդեն շատ լավ գործեց Այվազյանը ու հեռացեց գնդակը Գրիգորյանը վերցնում է այստեղ գնդակու հիմա ողջ ուժերը պետք է Մարսելը ներդնի այս գրոհի կամ գրոհների մեջ բայց տեսեք խնդրեմ փոխարենը կորցնում են գնդակը Ավակյան ու չստացվեց այստեղ պարզապես Պալերմոյի փորձը Գրիգորյանը գնդակը կմցնի խաղի մեջ Սարգսյան երկար փոխանցում առաջ հասնում է գնդակը Կարլեն Այվազյանին շատ լավ իջեցեց Այվազյանն այստեղ գնդակը դեպի աչեզ ուղարկեց Գևորգ Հայրոյանի ուղղությամբ բայց այստեղ Մարտիրոսյանն էլ գնդակի խլում իրականացրեց ու վերջ հանդիպումը հենց այստեղ էլ ավարտվում է այս դիտարջան հանդիպումը այս գոլառատ հանդիպումը վերջո ավարտվեց Նարեկ Կալոշյանի խփած գնդակը որոշիչ էր այս խաղում ինչի շնորհիվ 4-3 հաշվով հաղթեց Պալերմոն ու վաստակեցի երթական 3 միավորոց ապարություններ երկու թիմերին էլ խաղային օրը ավարտում ենք այս հանդիպումով բարի գիշեր